Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին ողջունում է բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այս ժամին մեզ հետ են մեր կողքին։ Գիտեք, ես շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար։ Առավել եւս, երբ մենք տաղավարում պիտի հյուրընկալենք մի այնպիսի անձնավորության, ով իսկապես մեր ծրագրի շատ ցանկալի հյուրն է։ Մարդ, որի հետ կարծում եմ միշտ էլ հետաքրքիր են անցնում մեր հանդիպումները։ Խոսքս մեր ճանաչված քաղաքագետներից մեկի Կառուցողական Հայաստան կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի մասին է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Սամուել։ Պարոն Ղուկասյան, տեսնում եք ինչ ժամանակակից, այսպես կարևոր իրադարձությունների մենք փուլում ենք ձեզ հետ հանդիպում։ Դե նախ երևի սկսենք մեկ օր առաջ տեղի ունեցած մի ֆանտաստիկ, այսպես երևույթով, երբ Հայաստան դաշինքը լուր աշխարհի հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է, անկեղծ ասած, ես մտածում եմ ինչու՞ չէ, կարող էր լինել եւ Լևոն Քոչարյանը, որը նույնպես շատ բավականին մեծ այսպես հետևորդներ ունի։ Խնդրեմ, սպասում եք նման հայտարարության։ Կանխատեսելի էր, կար մի փոքր ինտրիգ, որ կարող էր առաջադրվել Կարեն Կարապետյանը, Գազի Կարենը։ Եվ դա կլներ ուժեղ քայլ, իմ կարծիքով, Դաշնակցություն կուսակցության կողմից, որովհետև Հայաստան դաշինքը դա Դաշնակցություն պլյուս բանաձևով, Դաշնակցություն եւ եւս ինչ որ մի կուսակցություն արդեն ավանդույթ է դառնում այդ ձևաչափը, բայց եղավ այն ինչը որ ավելի սպասել էր եւ դրան իմ կարծիքով խորքային պատճառներ կան, ինչի առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանը, թեպետ եւ ակնհայտ է, որ այսօրվա պայմաններում, գալիք քվեարկության պայմաններում Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները էլեկտորալ ավելի նվազն լինելու, քան եղել են անցյալ 21 թվականի ընտրություններում։ Պարզ պատճառով, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ սպասում ունեին Քոչարյանից, իր հաղթանակ էին սպասում 21 թվականին, արդեն ունեն որոշակի հիասթափություն 21 թվականի ընտրություններից հետո, եւ նաեւ այդ դաշտը, որտեղ որ Քոչարյանը կարող էր ունենալ համախոհներ, այսօր ավելի տրոհված է, քան 21 թվականին Սամվել Կարապետյանը ուժեղ ելույթով կարելի է արդեն ասել հանդես եկավ եւ հարցումները ցույց են տալիս, որ ըստ էության ձայների որոշ մասը Քոչարյանից քաշեց դեպի իրեն եւ հանրապետական կուսակցությունից եւ Հայաստան դաշինքից, այսինքն ընդհանրել որ Հայաստան դաշինքը մրցակցության մեջ կարող է ուժեղ ելույթ ունենալ Սամվել Կարապետյանի համեմատ, սա էլ է խնդիր Հայաստան դաշինքի համար, Ռոբերտ Քոչարյանի համար։ Եթե 21 թվականին Ռոբերտ Քոչարյանին հաջողվել էր ստեղծել պատկեր Քոչարյան ընդդեմ Փաշինյան, հիմա այդ պատկերը այդպեսին չի։ Լինելու է եւ Սամվել Կարապետյան ընդդեմ Փաշինյան եւ այստեղ երկրորդ փուլի օթում դրամաբանությունը կա, որովհետեւ նախնական հարցումները ցույց են տալիս, որ նույնիսկ այդ քաղաքացիական պայմանագիրը, որ հպարտանում է Ալեն Սիմոնյանը հրապարակում է, որ International Republic Institute-ի հարցման համաձայն քվեարկության գնացողներից 29% պատրաստ են քվեարկել քաղաքացիական պայմանագրի, բայց 29% 51% չի։ Այսինքն նման հարցումը վկայում է, որ երկրորդ փուլը այսօրվա տվյալներով անկուսափելի է։ Եվ դառնում է առաջի փուլում գլխավոր խնդիրը ընդդիմության, Փաշինյանի հակառակորդների համար, թե ով վերցնի երկրորդ տեղը։ Այսինքն գլխավոր մրցակցությունը պիտի գնա Քոչարյան Կարապետյան միմյանց միջև երկրորդ տեղի համար եւ երկուսն էլ միասին Փաշինյանի դեմ, որպեսզի պահպանեն այդ երկրորդ փուլի
անցնելու հնարավորությունը։ Ես կասեի, որ այս ընտրություններում Քոչարյանը հավանաբար այստեղ օժանդակ դերակատարություն ունի, որը որ չգիտեմ, տարբեր մոտեցումներ կային, որ միավորված տեխնացու, то есть բոլորը միավորվեին մեկ տեխնացուի շուրջ, հա, այդ դաշնակցությունը, հանրապետական կուսակցությունը եւ այդպիսի տեխնացուն ոնց որ հարցումներով Սամվել Կարապետյանն։ Բայց տեսնում ենք, որ այդպես չի, եւ այդ միավորումը չկա, բայց հասկանալի է, որ երկրորդ փուլում, եթե եղավ երկրորդ փուլ, իհարկե Փաշինյանին դեմ բոլոր ուժերը քվեարկելու են նրան, ով որ անցնելու է երկրորդ փուլ որպես Փաշինյանի հակառակորդ։ Մեծ հաշվով իշխող ուժի վիճակը այդքան էլ այս պայմաններում լավ չի, երբ որ իրենք այդ հարցումը ստացան, իսկ իրենք ստացան դա ավելի շուտ, քան հասարակությունը, այսինքն քան դա հրապարակվեց, տեսանք եւ դուք դա նշում եք մեր անցյալ հարցազրույցում, որ կարծես թե sense լծվեցին եթեր, որ էս ինչա, Գյումրիի հիմա սցենարն է կրկնվելու եւ այլն, հիմա ահա ձեզ ասում եմ պատճառը, դա International Republic Institute-ի այդ տվյալներն են, որը վերլուծելով ՀՊԱ-ականները տեսան վտանգ, որ այո, կարող է լինել երկրորդ փուլ եւ երկրորդ փուլում բոլորը միավորվեն իրենց դեմ։ Դե ես պիտի ասեմ, որ ԿՊ-ն իր քարոզարշավը մի հետարքիր տակտիկա է ընտրել։ Փաշինյանը հատկապես շրջաններում սկսել է մանուկների, երեխաների, տատիկների հետ, այնպիսի պրիմիտիվ հարցերով, ժանագին մեթոդներով զարմանում ես, բայց երբ իրենց մոտ գործելու է ստալինյան սկզբունքը, կարևոր չէ թե ինչպես են քվեարկում, կարևորը թե ովքեր են հաշվելու, իսկ հաշվողները մենք գիտենք թե ովքեր են։ Ստե մի հատ էլ նրբություն կա, որը որ կարող է հասկանալ նա, ով մասնակցել է ընտրություններում։ Առհասարակ դասագրքային ակադեմիկական մոտեցումը ընտրությունների հետևյալն է։ Տեխնացուներին խորհուրդ են տալիս վերլուծել ընտրողների այսպես դաշտը եւ հասկանալ, որ ընտրողների հետ արդյունավետ է աշխատել, իսկ որ ընտրողների հետ ոչ։ Փաշինյանի խորհրդականները, տեխնոլոգները, այսպես ասենք, քաղաքական հարցումներից պարզ տեսնում են, որ Փաշինյանը կարող է ունենալ հենարան մտավոր նեղ կարողություններ ունեցող մարդկանց շրջանակում։ Դա ծանր պայմաններում ապրող սոցիալական խավերն են։ Դա առհասարակ մարդիկ, ովքեր որ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, անտարբեր են, այսպես կենցաղային կյանքով են ապրում եւ չեն այսպես իրենց ուղեղը ծանրաբեռնում Հայաստանի այսպես ռազմավարական խնդիրներով։ Իսկ այդ մարդկանց հետ կոմունիկացիան շփումը ստեղծվում է այդպես. կարկանդակ ուտելով, պարզագույն հարցերի շուրջ քննարկելով, տպավորություն անմիջական կապի ստեղծելով, որ շատ անմիջականորեն, հա, պետության ղեկավարը, կառավարության ղեկավար ավելի ճիշտ, նո այդ հատվածի համար թագավորը։ Իրենք այդ սեգմենտը մոտավորապես 18-19-րդ դարի քաղաքական պատկերացումների մակարդակի վրա է գտնվում։ Կառավարության ղեկավարը դա թագավոր է, ինչ կուզի կանի, ու եթե ինքը այսպես գալիս է, պարզ ժողովրդի հետ, պարզ շփվում է, պարզ խոսում է, այդ միկրո ինչ որ հարցեր է քննարկում իրենց կյանքին վերաբերվող, այդտեղ ձևավորվում է, այդ հաստատվում է, ամրապնդվում է այդ կոմունիկացիան, որ թագավորը ժողովրդի հետ է։ Ժողովուրդն էլ այդ տեսակ ժողովուրդ է, ինքը ունի կայուն պատկերացում, որ ընտրությունները իր համար ցավ է, միշտ խապված վիճակում է այդ հատվածը իրեն զգացել տարիներ շարունակ, երբ վերցրել է այդ 5000 դրամ կաշառքը, երբ չի վերցրել կամ ինչ ընտրություններից ընտրություն իր վիճակը, այդ մարդկանց, այդ ընտանիքների վիճակը իհապես չի փոխվել։ Դա այդ մարդկանց համար ինչ որ ուրիշ, ոնց որ ուրիշի հարսանիքը կամ ուրիշի, չգիտեմ, ինչ որ միջոցառումը, որ կողքից նայում են,
շքեղա, բան կարող են ուրախանալ, կարող են նախանձել, բայց իրենց մասին չի, էլի մի խոսքով։ Եվ այդ պատրաստակամությունը խապվելու մարդկանց մոտ կա։ Այդ տեսակ մարդկանց մոտ պարզապես այդ կոմունիկացիան նրա մասին է, որ խապվելուց մի քիչ այսպես ոնց ձևակերպեն հաճույք են ստանում։ Ну, հա, այդ մի քանի բանի մեջ մի քիչ իրենց մարդ են զգում, որ Դե ասում եմ, թագավորը իջավ, նկատեց իրեն, հետը խոսեց, երեխային գրկեց։ Քանի տոկոս ես մեզ տալու։ Նա ասում է 20, քիչ ես ասում, բայց ինչքան ասում է, դե 40-ից ավելի է։ Դե լավ, ինչքան ուզում եք։ Գիտեք, ես ապշում եմ, մենք այս քարոզարշավի ժամանակ ԿՊԱ-ականների առիթ ունեցանք նաև ավելի մոտիկից ծանոթանալու հայկական ուտեստեղենի տեսակներին։ Հիմա ես վերջինն էլ երինջողապուրն էր, միջև այդ պերաշկին, կուկուրուզը, մնացել է պոնչիկն ու երևի տաշիր պիցան, թե արդեն ինչ կլինի հետո, էլ չգիտեմ։ Համլետ, տաշիր պիցան ուժեղ խոտ կլներ, եթե Փաշինյանը մատուցեր, որ ուտում է տաշիր պիցա, որովհետև իսկապես շեշտ դրեցին այդ ուտելու վրա, անցյալ ընտրություններից չգիտեմ, խի տպավորություն ստեղծվեց խորհրդականների մոտ Փաշինյանի, որ դա ուժեղ քայլ է, որ դա ձայներ բերող, այսպես ասած, բան մթնոլորտ ստեղծող, հարազատ մոտիկ Սոված ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը այդքան էլ սոված չի, պետք չի չափազանցնել, բայց դա ցույց է տալի, որքան հասարակ է այդ թագավորը։ Այսինքն ինքը ոչ թե ինչ որ թանկարժեք ուտեսներ է ուտում, այլ պարզ ժողովրդի ուտելիքից չի խուսափում։ Այո։ Մոտիկությունը այդ շերտերի կյանքին դրանով է մատուցում, որ չի, այսպես ասում, խուսափում պարզ ժողովրդի կերակուրից, ինչը որ ժողովուրդն է ուտում, նույնը ինքն էլ է ուտում, էլի, բայց ինքը ուտում է կամերայի առաջ 5 տարի մի անգամ, բայց դա նկար է, տպավորություն է, որը որ աշխատում է, բանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի այսպես խորհրդականների կարծիքով, կարևորը այստեղ այն է, որ Փաշինյանի խորհրդականները հասկանում են, որ այլ սեգմենտների վրա մտածող մեր քաղաքացիների մտածող հատվածի հետ, միջին խավի հետ, միջին խավից այսպես մյուս սեգմենտների միջին խավի մշակույթի եւ այլն, այդ ոլորտները կորցրած են ԿՊ-ի համար։ Այդ մարդկանց հետ իմաստ չունի աշխատել եւ դրա համար քարոզարշավը Փաշինյանի ուղղված է այն խավին, որտեղ ինքը կարող է արդյունք ունենալ։ Իսկ գնահատականը այս արշավի ընթացքը վկայում է, որ գնահատականը արդեն խորհրդականների, Փաշինյանի խորհրդականների մոտ ամուր է, որ ինձ, ձեզ, մտավորականներին Հայաստանի, միջին խավի ներկայացուցիչներին իմաստ չունի քարոզել, գալ, ինչ որ մտքեր արտահայտել, որովհետև դա չի ազդի։ Մեր գնահատականը, միջին խավի գնահատականը, քաղաքական խավի գնահատականը ձևավորված է արդեն։ Բոլորը հասկանում են ինչ քաղաքականություն իրականացրեց Փաշինյանը, բանա վեճերը ոչ թե նրա շուրջն են, թե ինչ արեց Փաշինյանը, այլ ում պատվերով արեց։ Այդտեղ արդեն քաղաքական գնահատականների տարբերություն կա, բայց այն, որ Փաշինյանը վնաս պատճառեց հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը ըստ էության դիտավորությամբ, դա ոչ մտածող, հասարակության մտածող հատվածի համար, դա արդեն հարց չի։ Դե Փաշինյանի կառավարության արդարադատության նախարարն էլ իր ուր աշխարհի հայտարարեց, որ ԿՊԱ-ականների հետ քննարկելու է նոր սահմանադրության բոլոր կետերը, չհասկացա թե ինչու այս ԿՊԱ-ականներով դա դրանց ոլորտն է միայն, ոչ թե համաժողովրդական քննարկում, այլ այսպես նեղ ԿՊԱ-ական, սա ինչով եք բացատրում։ Դե սա ֆիասկոն է, որովհետև ես ուշադիր հետևել եմ, մասնակցել եմ այդ ամբողջ գործընթացին, սկսվել էր այն շռայլ, այսպես ասած, որոշումներով Փաշինյանի
Դե նախաձեռնությունը վարչապետին էր սահմանադրության փոփոխության, ստեղծվել էր խորհուրդ սահմանադրական, որտեղ ընտրել էին կուսակցություններ այսքան, հասարակական գործիչներ այսքան, էլի այսպես մեծ հաշվով այն մարդիկ այնտեղ հավաքվեցին, որոնք որ սպասել էր որ լինեն, բայց նույնիսկ այդ մարդկանց հետ չստացվեց աշխատել։ Ստեղծեցին մի հատ էլ մասնագիտական հանձնաժողով, սահմանեցին ինչ որ բավականին բարձր աշխատավարձներ, որ մասնագետները աշխատեն եւ այլն, սա պիտի լիներ հրապարակային, եթե հիշում եք, 1-2 անգամ երկար sense քննարկումներ on-line հրապարակեցին ու բրծավ։ Բրծավ, որովհետեւ լրջագույն խնդիրներ կան, ինչի այդ process-ը չի կարող լինել այսօր հրապարակային։ Համլետ մեր պետության հիմքում դրվել էր արդարության համար պայքարի գաղափարը։ 90 թվականին պարզ հասկանում ենք բոլորս վիճակը այդպիսին էր, այ ժողովուրդը զարթոնք էր ապրում ազգային մտքի, ազատության եւ անկախության հռչակագիրը կազմելու ժամանակ չէին կարող մարդիկ այսպես շրջանցել Հայաստանի յուրահատուկ դրությունը, որ Հայաստանը խորհրդային միության այն եզակի հանրապետություններից էր, որը որ էապես տուժել էր խորհրդային միության կազմ մտնելուց։ Եթե նայել ընդհանուր պատկերին 15 հանրապետությունների, հա, Ռուսաստանի Դաշնությունը հանենք 14, մյուս հանրապետությունները բոլորը ինչ որ մի բան շահել են խորհրդային միության կազմ մտնելուց։ Դա պարզ տրամաբանություն է։ Չէ՞, որպեսզի տվյալ հանրապետությունը մտնի սովետական միություն, ինչ որ մի բան ստացել է, տվել է։ Մերոջին հանել են։ Աբխազիան միացրել են Վրաստանին, Աբխազիան հանրապետություն էր ինքնուրույն։ Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջևանը տվել են Ադրբեջանին։ Ուկրաինան ստացել էր հատվածներ, որոնք որ այսպես ասենք ռուսաբնակ եւ ինդուստրիալ հատվածներ էին։ Միջին Ասիայի հանրապետությունները առհասարակ ձևավորվել են այդ խորհրդային տարիներին Ռուսաստանի Դաշնությունից անջատվելով, ոնց որ ստատուսը բարձրացվեց իրենց այդ ժամանակում եւ այլն։ Հայաստանը տարբերվում էր։ Ես շատ ընդհանուր եմ հիմա ասում, բայց Հայաստանի մասով դա շատ պարզ է, որ հայ ժողովուրդը դա տուժած ժողովուրդ էր խորհրդային միության կազմում։ Մտնելուց հայ ժողովուրդը, այսպես ասած, թալանել են ու այդպես ուժի ազդեցության տակ միացրել են խորհրդային միությանը։ Նույնիսկ կոմունիստները, որոնք որ այդ ժամանակ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, գաղափարով էին ման գալի այսօրվա Ռոբերտ Քոչարյանի եւ դաշնակցությունը պարադոքս է, բայց այդ ժամանակ դաշնակցության հակառակորդները Հայաստանում կոմունիստները, որոնք որ այդ դրոշակով էին, այսպես ասած, նույնիսկ իրենք հիասթափված մնացին Հայաստանի խորհրդային միության կազմում մտնելու այդ գործընթացից։ Եվ հայ ժողովրդի 88 թվականի այսպես ընդվզումը պայմանավորված էր այդ ամբողջ անարդարությամբ։ Դրա համար մեր պետության հիմքում չէր կարա չդրվեր արդարության համար պայքարի գաղափարը, որը արտահայտվեց Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարով, որը արտահայտվեց Արցախի հետ միավորման, Արցախի ինքնորոշման իրավունքի հիման վրա միավորման գաղափարով։ Դա արդարությունը հաստատելու, արդարության համար պայքարելու գաղափարի քաղաքական դրսևորումներ։ Առհասարակ մոլորակի վրա 3 տես պետություն կարելի է մատնացույց անել, բացի Հայաստանից, նաև Իսրայելն է եւ Իռլանդիան, ով իրենց պետության հիմքում ունեն
արդարության համար պայքարի գաղափարը։ Որպես կանոն, այդ գաղափարից ծնվում է պետություն, որտեղ որ շատ ցածր հանդուրժողականություն կա կոռուպցիայի, որովհետև երբ որ վեղ գաղափար ես դնում պետության հիմքում, դա մոբիլիզացնում է հանրությունը արտաքին ինչ որ գաղափարի, հա, այսպես ասած, համար եւ պահանջում է, որ բոլոր ռեսուրսները հանրային տվյալ երկրի ծառայեն ոչ միայն բարեկեցության, ոչ միայն սոցիալական վիճակի զարգացման, ոչ միայն տվյալ հասարակության անհրաժեշտությունների զարգացման, այլ եւս ինչ որ մի հատ հարցի հասնելուն։ Այսինքն առավել են, քան սովորական այլ հասարակությունների առջև դրված խնդիրները, որոնք ունեն խնդիր սոցիալ-տնտեսական զարգացումը տվյալ երկրի ապահովել։ Երբ որ պետության հիմքում դրվում է այդպիսի գաղափար արդարության համար պայքարի, ենթադրում է, որ ինքը գեր միջոցներ, գեր ռեսուրսներ պիտի ներդնի, որպեսզի այդ տեսքով, այդ ձևով, այդ խնդրով, այդ նպատակին հասնելու պետությունը կարողանա իրականացնել արդյունավետ քաղաքականություն։ Հայաստանում հակասությունն ի տարբերություն Իռլանդիայի, բայց նման է Իսրայելին, այն էր, որ առանց դաշնակից ունենալու արդարության համար պայքարը, այդ գաղափարը պետության հիմքում դնելը անլուրջ էր։ Մեր հարցը վերաբերվում է, արդարության հարցը վերաբերվում է Թուրքիային, Ադրբեջանին, մեզանից բնակչությունով տնտեսապես եւ այլ ավելի հզոր պետությունների, եւ դաշնակիցը անհրաժեշտ էր։ Եվ դրա համար Հայաստանի համար բնական է այդ դիսկուրսը ով լինի Հայաստանի դաշնակիցը, եթե պահպանվում է պետության հիմքում արդարության համար պայքարի գաղափարը։ Ռուսաստանի Դաշնության ընտրությունը որպես դաշնակից հարցական է շատ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը հենց ինքն է, չէ՞, Կարսի պայմանագրի հեղինակը։ Եթե ժողովուրդը ընդվզում է Կարսի պայմանագրի դեմ, դրանով ստեղծված մեր ժողովրդի համար, մեր պետության համար պայմանների դեմ, դուրս է գալիս փողոց, պահանջում է արդարություն, ու որպես դաշնակից այդ արդարության պայքարի ընտրում է նրան, ով որ հենց այդ վիճակը ստեղծել էր, կա հակասություն։ 90-ական թվականներին կար կարծիք, որ Ռուսաստանը կանգնում է ժողովրդավարական ճանապարհին, դա այլևս այն Ռուսաստանը չէ, ինչպես հիմա որ խոսում են, դա այլևս այն Թուրքիան չէ, եւ այլն, եւ այդ ամբողջը էշություն էր։ Հակասությունը ի հայտ եկավ շատ շուտ, որովհետև Հայաստանում պետության մեջ կոռուպցիան համակարգված դարավ, հա, Սերժ Սարգսյանի ժամանակ արդեն կանոնակարգված, կազմակերպված վիճակ։ Ինչը խորը հակասության մեջ է 30 տարի գտնվել պետության հիմքում դրված այդ արդարության համար պայքարի գաղափարի հետ։ Հիմա Փաշինյանը շատ հստակ առաջ է բերել այդ օրակարգը, որ Հայաստանի պետության հիմքից պետք է հանել արդարության համար պայքարի գաղափարը, բնականաբար այդ արտահայտվում է նախաբանի, այսպես ասած, վերահիմնադրել պետությունը պետք է ապահովի հայերի այսպես ընթացիկ կենցաղային պահանջները։ Սովորական սոցիալ-տնտեսական զարգացման միջոցով բարեկեցությունը երկրի, սա է գաղափարախոսությունը Փաշինյանի։ Եվ դա հնարավորություն կտա, այսպես ասած, չեզոքացնել դաշնակցի խնդիրը։ Այդ դեպքում էլ դաշնակից պետք չի, որովհետև ոչ մի բանով չհիմնավորված պնդում է արվում, որովհետև Թուրքիան այլևս Թուրքիա չի, այն Թուրքիան չի։ Ինչի մասին մի գաղափար։ Ինչը որ եղել է, այդ անարդարությունները անցյալում են, Թուրքիան արդեն այլ պետություն է, իսկ Ադրբեջանը այլ պետություն է, Ադրբեջանից կարելի է էժան բենզին առնել, էժան բենզինը այդ կենցաղային, չէ,
ինչն է կարևոր, չէ՞ դրվում է իրար կողմ։ Ձեր արդարության համար պայքարը, Արցախի ինքնորոշման իրավունքը, թե էժան բենզինը։ Հա, չէ՞, հատուկ այդ այսպես ընդգծված դրվեց ժողովրդի առջև, որ սա է, խնդիրը ստեղ նորից եմ ասում, կայանում է նրանում, որ այդ Ախմախ Ալիևը չի մոռանում, չի զլանում ասել, ես ձեր տարածքային ամբողջ, ձեր պետությունը չեմ ճանաչում, կարճ ասած, էլի։ Խաղաղությունը ձևական բնույթ է կրում, մենք Վաշինգտոնում դա ստորագրեցինք, մի կողմ շփոթեցինք։ Մի կես տարի կարող է անցնի, դնենք, հագցնենք ոնց կուզենք, էլի։ Թուրքիան էլ լուր է, ոչ միտեղ չի ասում, որ մենք երաշխավորում ենք, որ հայերը իրավունք ունեն մոլորակի վրա ապրելու։ Այո, սահմաններն էլ կբացենք։ Սկզբից ճանաչենք, բացենք եւ այլն։ Այսինքն, այստեղ այդ հարցում սկսվում են սպեկուլյացիաներ։ Կարելի է վստահել Թուրքիային եւ Ադրբեջանին, որովհետեւ արդարության համար պայքարի գաղափարը ինքը ոչ միայն բեռ է հասարակության համար, ինքը նաեւ վահան է պաշտպանվելու միջոց։ Եթե այդ վահանը հանում ես, դնում ես ու թվացյալ տպավորություն ես ինքդ քո մոտ ստեղծում, որ այլևս քեզ վտանգ չկա, այսինքն այդ վահանն էր քեզ խանգարում։ Վահանը որ ունեիր, թշնամիները ջղայնացած ուզում էին քեզ խոցեին։ Հիմա որ վահանը ցած դնես, էլ չեն ուզենա քեզ խոցեն։ Բարեկամություն կլինի։ Բարեկամություն կլինի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի խոսքը զրո է դարել քաղաքական շրջանակներում, ու քանի անգամ մարդը մի բան հայտարարեց, մի կուրս փոխեց, փիլիսոփայություն փոխեց 3-4 անգամ, այսպես ասած, մոտեցումներ եւ այլն։ Հասկանալի է, որ ինքը այսպես կոնյունկտուրայի հետ դրա համար փաստարկները, որով ԿՊ-ն հիմա փորձում է հիմնավորել, ինչու եթե Հայաստանը զինաթափվի, գաղափարապես զինաթափվի, հանի ամեն տեղից, այսպես ասած, այդ արդարության համար պայքարի գաղափարը եւ հրճակի, որ ինքը այսպես ասած ոչ մի դժգոհություն չունի այն անարդարությունների հետ, որ հայ ժողովրդի նկատմամբ կատարվել են անցյալում եւ ներկայումս, հա, էթնիկ զտումը Արցախում։ Եվ արգելի Հայաստանում դրա մասին խոսալ։ Ցենզուրան արդեն տեսակ, չէ, այդ ցեղասպանության թանգարանի դա մոդել է, որ հետագայում Արցախ բառը Հայաստանում արգելված է լինելու, ով որ դրա մասին խոսում է պատժվելու է, ցեղասպանություն բառը արգելված է լինելու, ապրիլի 24-ին ով որ գնալու է հատուցի այդ հարգանքի տուրք պատժվելու է, սա է, այսպես ասած, հեռանկարը, որը որ արդեն հասկանալի է ԿՊԱ-ականները մտքում պիտի ունենան, որովհետև այդ մոդելը հրճակելով ըստ էության արևմտյան Ադրբեջան, բայց անունով Հայաստան, ուզես չուզես պիտի հրաժարվես բոլոր այն էլեմենտներից, որը որ բխում էին արդարության համար պայքարի, այսպես ասած, այդ պետության հիմքում դրված գաղափարից։ Եվ սա իհարկե լուրջ խնդիր է։ Ընդդիմությունը, տեսեք, հիմա հասնենք ընտրությունների էությանը, Համլետ, որն է Փաշինյանին ընդդիմությունը։ Փաշինյանին ընդդիմությունը պետք է պատասխանի 3 հարցին։ Առաջինը, դե եթե Փաշինյանը կողմ է արդարության համար պայքարի գաղափարը սահմանադրության մեջից հանել, ընդդիմությունը նրանք են, ովքեր որ դրա հետ համաձայն չեն։ Այսինքն գտնում են, որ պետք է այդ գաղափարը մնա մեր պետության հիմքում։ Բայց դա չեն կարող լինել կոռուպցիոներներ։ Ժողովրդի համար դա հասկանալի է։ Եվ առհասարակ հարցը ինչի ժողովրդին ինչ է հասկանալի կամ չէ, այլ առհասարակ դա այդպես է։ Ռոբերտ Քոչարյանը որպես պետական գործիչ 10 տարի ղեկավարել է Հայաստանը եւ
իր պետական կառավարման ժամանակահատվածում կոռուպցիան ազատ էր Հայաստանում։ Արդարադատության համակարգում, դատական համակարգում, իրավապահ համակարգում, տնտեսության ոլորտում, պետական գնումների ոլորտում եւ այլն, սեփականաշնորհման ոլորտում։ Այսինքն ինքը հանդես գալ որպես մարդ, որը մտահոգ է, որ արդարության համար պայքարը պետության հիմքում մնա, դա կեղծարարություն է։ Այդ իմաստով ավելի անկեղծ է հանել այդ գաղափարը, քան այդ մասով ճշմարիտ է քննադատությունը ԿՊԱ-կանների, երբ որ իրենք ըստ իս սխալ թեզը պաշտպանում են, ցույց են տալի Քոչարյանի վրա, ասում են սրանք են արդարության համար պայքարի այդ գաղափարի տանողները։ Կերան Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա կարևոր հարց է։ Այսինքն ընդդիմությունը առաջի հարց պետք է պատասխանի այդ հարցին, որ դեմ է արդարության պայքարի գաղափարը մեր պետության հիմքից հանելուն, սա մեկ, բայց եթե դեմ է դեպքում պիտի երկրորդ հարցին պատասխանի, բա ով է դաշնակիցը։ Եվ բնականաբար այդ կոռուպցիոն տարիների ջատագողները պիտի ասեն Ռուսաստանը։ Այսինքն իրենք կողմ են ձևական թողնելու պետության հիմքում արդարության համար պայքարի գաղափարը, իսկ ապրել այնպես ինչպես որ ստացվում է։ Այստեղ այո երկրորդ հարցն է, որը որ այսպես աշխարհ քաղաքական վեկտոր է ստեղծում։ Ռեալ հասկանալի է բոլորին, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար դաշնակից չի արդարության համար պայքարի հարցում։ Արդեն Ռուսաստանը 10 անգամ դա 100 անգամ ասեց, Ռուսաստանը դիտարկում է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որ Հայաստանը ստիպված է Ռուսաստանի հետ համագործակցել, այլ ճանապարհ չունի։ Ոչ թե Ռուսաստանը գիտակից, հոգեբանորեն, բարոյապես աջակից է հայ ժողովրդին արդարության համար մեր պայքարի գործում։ Բացադրեցին իրենք արդեն բոլոր ատյաններով, որ անտարբեր են իրենք մեր ճակատագրին եւ այդ պայքարի։ Եվ իրենց համար, իրենք դիտարկում ենք, որ մենք որբ ժողովուրդ ենք, ոչ մեկին պետք չենք, իրենք չլինեին մուսուլմանները մեզ կուտեին, իրենք մեզ անգյուն են տվել ու այսպես մենք այդ որբի կարգավիճակով պարտավոր ենք իրենց առջև խոնարհվել։ Սա է ռուսական տեսլականը, ոնց են իրենք տեսնում մեր դաշնակից հարաբերությունները։ Այսինքն ստեղ առաջանում է այդ հարցը ընդդիմության համար, որ ընդդիմությունը պետք է ասի, որ դեմ է արդարության համար պայքարի գաղափարը պետության հիմքից հանելու, պետք է ասի, որ խնդիր ունենք նոր դաշնակից ունենալու, իրական դաշնակից ունենալու այդ հարցում, եւ երրորդը պիտի պատասխանի իսկ ինչ անել խաղաղության պայմանագրի հետ Վաշինգտոնում նախաստորագրված։ Այս երեք հարցերը ցուցիչ են մեր ընտրողների համար, ոնց գնահատել քաղաքական ուժերը այս տարվա պայքարում։ Պարոն Ղուկասյան, դե վերջում էլ խոսենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան հակամարտության մասին, այստեղ ինչ հեռանկարներ կան։ Տեսեք ինչ վիճակ է ստեղծվել։ Իսրայելը եւ ԱՄՆ-ն ունեն հնարավորություն որոշում երբ սկսել պատերազմը։ Եվ երբ որ իրենք այդ որոշումը կայացրեցին, քաղաքական պատճառներից ելնելով հասկանալի է, որ սա վերջի ժամկետն էր, երբ որ ԱՄՆ-ն կարող էր ուժ գործադրել, որովհետև կոնգրեսում ընտրություններից եւ սենատում նոյեմբերից հետո փոխվելու է կազմը եւ հանրապետականները այդպիսի կշիռ չեն ունենալու եւ փակվելու է առհասարակ հնարավորությունը նման գործողությունների։ Այսինքն Տրամփի քաղաքականությունը վարչակազմի ի սկզբանե առաջի օրվանից եղել է այս պատերազմի նախապատրաստումը։ ԱՄՆ-ի համար դա վատ լուր է, որովհետեւ ստացվում է, որ ոչ թե Իսրայելն է ԱՄՆ-ի, այսպես ասած, հովանու ներքո ապրող պետությունը, այլ Իսրայելը ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտող քաղաքական օրակարգ թելադրող պետություն է։
Էպշտեյնի եւ այլն սկանդալները տակը ունեն այդ ենթատեքստը, որ Իսրայելը միջամտում է այդ թվում այսպես կեղտոտ կոմպրոմատ հավաքելու եղանակով ազդեցություններ անմիջապես առաջնային մարդկանց վրա, էլիտայի վրա ստեղծելու ճանապարհով իր օրակարգ ԱՄՆ-ում առաջ տանելու համար։ Դրա մասին ուղիղ չեն խոսում, բայց դա տրագեդիա է պետության համար, ԱՄՆ-ի համար, բայց փաստ է։ Հիմա իրենք սկսեցին այդ պատերազմը եւ իրենց թվում էր, որ իրենք էլ կունենան հնարավորություն այն ավարտել։ Բայց իրենք թերագնահատեցին Իրանում քաղաքաշինական աշխատանքների ծավալը։ Վերջի 30 երևի 20 ավելի ճիշտ տարիների ընթացքում Իրաքի պատերազմից հետո կարելի է ասել Իրանը ստեղծեց գետնի տակ քաղաքներ։ Իրանը Գազայի ավելի մեծ մոդելն է։ Եվ իրանական պահեստները հրթիռների եւ անօթաչու սարքերի գտնվում են գետնի տակ։ Համարյա նույնը Գազայում էր եւ դուք տեսաք ինչքան ժամանակ կրվեց Իսրայելի բանակը Գազայի այդ ասենք բանակի դեմ եւ շոշափելի արդյունքի չհասավ, որովհետեւ վերջում էլի այդ Համազը մնաց։ Հիմա Իրանի դեպքում Իրանը դա 100 անգամ ավելի մեծ Գազա է, այն իմաստով, որ գետնի տակ ունի ձևավորված ինֆրակառուցվածք մեծ, այն կուստորիցյան ֆիլմ ուներ Underground, այլ մտածելակերպ է, այդ գետնի տակ ապրող մարդկանց, իրենք կարող են 1000 տարի դիմադրեն կտրված ինֆորմացիայից, կտրված կոնտեքստից, ինչ է կատարվում եւ այլն։ Պարզապես կատարելով իրենց ինչ որ մի ֆունկցիան։ Դուրս գալ, հրթիռը բաց թողել, նորից այդ թաքնվել այդտեղ որտեղ։ Եվ դա կարող է շարունակվել անverջ։ Մինչև որ բոլոր այդ քաղաքները գետնի տակ այդ օբյեկտները գրաված չլինեն, մինչև չլքվեն, քանի ընդեղ դեռ ինչ որ անձնակազմ կա, լինելու է դիմադրություն։ Եվ ես ինչի Կուստուրիցայի այդ ֆիլմը բերեցի, դա պրորոչեստվը։ Իրանը ստեղծեց մոդել եւ մի զարմացեք անցնելու է 20 տարի միտեղ սարերի տակից դուրս են գալու մի խումբ իրանցիներ, արդեն խաղաղություն է լինելու բան, իսկ իրենք դեռ այնտեղ մարտնչել են անտեղյակ։ Անտեղյակ, այո, որովհետև ոչնչացվում են կապի այդ մոդելը ինքը ստեղծված է այնպես, որ լոկալ վիճակով, ավտոնոմ վիճակով եւ կարողանան գոյություն ունենան, ջուր ունենան, մթերք ունենան, սնունդ ունենան եւ այլն։ Եվ իրենց առաջադրանքն է այդպես տրված, որ ընդեղից կարող են խփեն։ Հիմա Իրանը այդ խորամանկությունն է օգտագործում, երբ որ պետքա իրեն մեղադրում են, ասում են խես խփ, չինական նավին են խփել։ Ասում են խե Չինաստանը դուք եք այդ նավթը լցնում նավի մեջ ուղարկում, նավին խեք խփել։ Ասում են դե մեր այդ ինչ որ մի միավորը չի իմացել, որ չինականը, ինչականը խփել է։ Մեկը լինի խփել։ Բայց չէ, կտրված կապ չկա այդ մի բազայի հետ, իրենք էլ խփին։ Արդարանում է այդպես, Իրանը կարողանում է արդարանալ, բայց դա եւ տրոլինգի առարկա էր, դա եւ հեգնանքի առարկա էր, բայց դա իրողություն է հիմա, որ կա ցանց, բավականին մեծ ցանց, չգիտեմ, տասնյակ օբյեկտներ, հարյուրավոր օբյեկտներ գետնի տակ, որոնք որ ունեն զենքի պաշար, ունեն անձնակազմ, ունեն սնունդ ռեսուրս, ունեն գետնի վրայից աջակցություն, ինչ որ եւ հոգեբանորեն իրենց պաշտպանված են զգում ու մարտնչելու են այնքան մինչեւ որ իրենց այնտեղ ինչ որ ձևով նույնիսկ եթե ուզենան որոշներին հրաման տան որ պատերազմը վերջացել է դուրս եկեք կարողա լինեն այդպես ասեցի այդ Կուստուրիցայի օրինակով այնպիսիները որոնք որ
Պարզապես այդ հրամանը տեղ չի ազնի, իրենք շարունակել են իրենց այդ մարտական գործողությունները։ Դա լուրջ խնդիր է եւ հիմա մտահոգված է եւ Նետանյախուն եւ Տրամպը ոնց ավարտել պատերազմը։ Սկիզբը ստացվեց, լավ, արդեն Տրամպը 100% անցավ ոչնչացված այդ Իրանի զինված ուժերի։ Ну գալիս էր, չէ՞, 60%, 70, 90, 100, հիմա արդեն այս շաբաթ ասել է 120, 130% ոչնչացրել են Իրան, բայց մեկը կրակում է։ Գետնի տակ գործում է կյանքը։ Այո, հիմա նոր ինչ որ միտք առաջացավ այդ կղզին, որտեղից որ ամենամեծ նավթային, այսպես ասած, ինֆրակառուցած պաշարն է աշխատում եւ այնտեղ այդ ինքը այսպես ասած կենտրոնն է, որտեղ նավերը լիցքավորվում են այդ նավթով, դա գրավել, զրկել Իրանը որևէ ֆինանսական ռեսուրսներից։ Դրա համար հիմա փորձում են, այսպես ասած, կոալիցիա ստեղծել եւ այլն եւ այլն։ Այդ մի խոսքով ձեր հարցի կարճ պատասխանը երկար կտևի։ Այս պատմությունը։ Լավ, սպասենք առաջիկա զարգացումներին, ես հույս ունեմ նորից առիթ կլինի հանդիպելու։ Ես ձեզ բախտում եմ հաջողություն։ Մի մոռացեք, որ Փակ TV-ում ձեզ միշտ սպասում են։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, հայ կառուցողական կուսակցության նախագահ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն էր այսօր Փակ TV-ի տաղավարում։ Մնանք սպասող եւ ինչպես ասում են, ինչ որտեղ նաեւ լավատես։ Այսօր այդքանը ցտեսություն։